Այ ախպեր, ես չեմ ասի Արցախը ամբողջությամբ կհանձնի չի ստորագրի։ Դրանք որ ստորագրին այդ թուղթը հիմա Արցախը ադրբեջանական է։ Դրանց ոչ մեկ չի մեղադրում։ Սաղին մեղադրում են Ռուսին, Ամերիկացուն, Թուրքին, Ադրբեջանցուն, ինձ, քեզ, Տարեկին, բոլորին։ Իրաց չեն մեղադրում։ Լրագրողներից մեկը ասաց բան անեցան։ Պատկերացրեք, որ դուք եք երկրի ղեկավարը, ստորագրեր թե չէ։ Երբ որ արդեն Ստեփանակերտը թշնամին գրավում էր։ Ասացի ոչ։ Ավելաբեր Ստեփանակերտը տայինք, որևէ փաստաթուղթ չստորագրեինք։ Անեինք հետևյալը. զորքերը, հիշում եք Նիկոլա ասում էր, ստորագրել եմ 25000 թե 30000 զորք։ Զորք է պահել, հա, կյանքն է պահել։ Այսինքն ինքը մենք ֆիքսում ենք, որ 25000 զորք կար Ղարաբաղում, այդ վաղ առնվազն։ Մենակ Արցախում 25000 զորք։ Իսկ ինչ էր մեզ խանգարում 25000 զորքը հետ քաշել, վերել Քարվաճառ եւ Քաշաթաղ եւ պահել այդ տարածքները, որով լուծում էինք շատ կարևոր խնդիր։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը 100%-անոց լուծվում էր, այսինքն մենք Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում որևէ խնդիր չէինք ունենում, որ ադրբեջանական զինուժը կարա առաջ գա, եթե մենք այդ երկու շրջանը պահում էինք։ Առհասարակ օրակարգից դուրս էր գալի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որտեղ ինչին պետք է անար։ Ու եթե զուտ տարածքով նայենք, այն ինչ որ մնաց Արցախից այդ նոյեմբերի 9-ը ստորագրելուց հետո մնաց 2000 քանի քառակուսի կիլոմետր, այս հիմա ասած տարբերակով մնում էր 4000 եւ ավել քառակուսի կիլոմետր տարածք, ընդ որում մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ու որևէ բան չէինք ստորագրում։ Պատերազմը կանգնում էր, գալիս էինք ստեղ, փակում էինք, հանգիստ նստում էինք, սպասում էինք։ Ով եղել է Քարվաճառում, պահելը դա մի քանի պուլեմյոտчик որ նստի, սա կպահի։ Ընդ որում նոյեմբերի 9-ից արդեն սկսած, այնտեղ ձունը գալիս է 2-3 մետր։ Էլ ոչ մի բան էլ պետք չի պահել, ոչ մի բան չի գալիս այդ կողմի վրա։ Քաշաթաղն էլ սաղ այդ Սյունիքի սահմանով կպահեն։ Ով դու գոնե լավ տեղեկացված եք, թե Սյունիքի այդ հատվածում ինչ պաշտպանական դիրքեր էին կառուցվել։